այս նախագիծը պետքա հանվի, եթե չի հանվել, քննարկել ենք, ուրեմն պետքա դեմ քվեարկենք, սա թալանչիական նախագիծ է, մի տարի թալանվել է ժողովուրդը, բավական է, պետքա այս նախագիծը հանվի, սրանով Երևան քաղաքը չի բեռնաթափվել, մանավանդ կենտրոնը չի բեռնաթափվել, էլի խցանումները եղել են, էլի խցանումները շարունակվել են, պետք չի դատարանի որոշումը, այդ 5 դատավորի որոշումը անտեսել, պետքա սա ուրեմն չեղարկել կամ դեմ քվեարկենք ու գանք վերադառնանք 2022-23 թվականների տարիֆներին, այսինքն տարեկան 12,000 դրամ եւ մնացած բոլոր ամսական եւ շաբաթական օրական այդ տարիֆներին, ժամը 100 դրամ տարիֆին։ Երևան քաղաքը բեռնաթափելու համար ոչ թե պետքա կարմիր գծերի գները բարձրացնել, որ մեքենաները չգան կանգնել, մեկը մեքենաները գալի կանգնում են։ Դրա համար պետքա այլ բաներ անել, որ մեքենաների հոսք չլինի կենտրոն, որ մարդիկ կամ վարորդները նախընտրեն ոչ թե մեքենան, այլ նախընտրեն տրանսպորտ։ Դրա համար պետքա այստեղ ոնց որ ասվեց գործընկերոջ կողմից, որ պետքա տրանսպորտի հարցը առաջինը լուծվեր, տրանսպորտի հարցը լուծելու ժամանակ կամ լուծելուց հետո, երբ որ տրանսպորտը լավ աշխատի, մարդիկ կնախընտրեն արդեն սեփական մեքենան թողել բակում եւ տրանսպորտով իջնել քաղաք։ Եվ դա լուծումներից մեկն էլ նա է, ինչու՞ չէ, նաև օրինակի համար տրանսպորտը անվճար լինի ու մարդիկ այդ դեպքում հաստատ իրենց մեքենա կթողեն իրենց բակում ու տրանսպորտով կիջնեն քաղաք, բայց դրա համար նորից եմ ասում, պետքա տրանսպորտի հարցը կամ բարեփոխումները միջևեր տավի, նոր այդ ժամանակ խոսվի բեռնաթափումից քաղաքի կենտրոնի։ Կրկնվեմ նորից եւս մեկ անգամ, այս նախագծին մենք դեմ ենք քվեարկելու ու առաջարկում եմ բոլորովս դեմ քվեարկենք այս նախագիծը չգնա ավականու օրակարգ։